Բարի երեկո։ Հուսամ բոլորդ լավ եք։ Օրեր առաջ մենք խոսեցինք, որ մեր երկար տարիների հետաքննությունը ի վերջո ինչ-որ քայլ առաջ գնացինք եւ որոշակի տրամաբանական կետի հասանք, երբ նախաձեռնվեց քրեական վարույթ Կոմիտաս Կարապետյանի տիկնոջ Մերի Կարապետյանի կողմից 255, եթե չեմ սխալվում, եւ 296 հոդվածներով խարդախություն եւ փողերի լվացման հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնվեց։ Նույն օրը, ճիշտն ասած, զրուցեցինք, որ հա շատ լավ է, որ վարույթը նախաձեռնվել է, բայց շատ վատ է, որ չի նախաձեռնվել վարույթը, որ այս հանցագործությունները կատարվել է կազմակերպված հանցավոր կազմակերպության կողմից է կատարվել, այսինքն սա ՕՊԳ է կոչվում եւ ՕՊԳ-ի ղեկավարն է ըստ այսօրվա առերևույթ տվյալների Մերի Կարապետյանը, դե յուրե, դե ֆակտո Կոմիտաս Կարապետյանը, ով եղել է Բաքոյի հանձնակատար եւ այլն, չասեմ, այսինքն Արցախի թալանչիներից եւ չեմ ասում առերևույթ եւ պատրաստ եմ իմ բոլոր խոսքերի համար պատասխան տալու թալանչիներից։ Որպեսզի աջակցենք նախաքննական մարմնին եւ նախաքննական մարմինը հասկանա այս բանդայի հանցավոր կազմակերպության վտանգավորությունը եւ հնարավորությունը, որ վերջիններս բազմիցս ասել եմ, արդեն իսկ պատրաստվում են լքեն Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի տենց pending, ասենց կախված վիճակում քրեական վարույթը մնա, փորձում ենք հիմա օգնենք նախաքննության մարմնին, որովհետև մեր տարած հետաքննությունը վստահ եմ այսօր մենք ավելի շատ տվյալներ ունենք, քան նախաքննական մարմինը, որովհետև մենք մի քանի գործով ենք զբաղվում, իրենք զբաղվում են հարյուրավոր գործերով եւ դուք գիտեք տարիներով այս գործը անտեսված էր։ Այն որ սա կազմակերպված հանցախումբ է, այսինքն օրգանիզովանная преступная группировка, այս տիկնոջ ղեկավարությամբ, հիմա փորձենք մաս, այսինքն մենք 2-3 օրը մեկ եթեր մտնելով հանցախմբի բոլոր անդամներին, բոլորի կապերը իրար հետ, փոխկապակցվածությունը փորձելու ենք ապացուցել, որտեղ դուք գիտեք, ես ուղղակի չեմ խոսում, ես բլոգեր չեմ, իրավապաշտպան եմ եւ մենք մեր հետաքննությամբ ունենք ապացուցված։ Հիմա այս նկարը, որ տեսնում եք, սա շատ ոչ ամբողջական է, որովհետև մի եթերի ընթացքում սրանց արածները, եթե սկսենք մենք պատմել, փաստորեն դա լինելու է մարաթոն, ոչ թե եթեր մի 24 ժամ կամ 48 ժամ կարող է տևի։ Մենք այսօր որպես հանցախմբի անդամների անդրադառնալու ենք Մերի Կարապետյանի կողմից իր երկու որդիների ներգրավմանը այդ խմբի մեջ, այդ բանդայի մեջ, Էդիկ եւ Էրիկ Կարապետյանների, Էդիկ Կոմիտասի Կարապետյան եւ Էրիկ Կոմիտասի Կարապետյան։ Մյուս կողմում ում որ դուք տեսնում եք Սերգեյ Մուսայելյան, Վարդան Խաչատրյան, Սերգեյ Զաքարյան, Արմինե Ասատրյան, Գևորգ Խաչատրյան, Էլիզաբեթ Պետրոսյան, Արմենուել Ղուկասյան, Անահիտ Ղալթախչյան եւ Նարեկ Կեսոյան, սրանց մասին հաջորդ եթերներում դրվագ առ դրվագ, կոպեկ առ կոպեկ, լումա առ լումա ներկայացնելու ենք, որպեսզի դուք հասկանաք, թե ինչ բանդա է գործել Արցախում, որը օդում գողացել է մեր հարկերը, իսկ ոմանք էլ Հայաստանում, իդեմս Նարեկ Կեսոյանի, փորձել են դրանք լվանալ, որ վերջում ասեն, վայ տեսեք, այս մարդը ինտելիգենցիայի ներկայացուցիչ է, եւ Նարեկ Կեսոյանը առ այսօր այդ իր արած ոչ առերևույթ, այլ հանցագործությունը վայելում է, որովհետեւ վերջինիս եղբայրը Արտաշես Կեսոյանը հանդիսանում է ԲՀԿ-ի անդամ, չգիտեմ հիմա ինքը անդամ է թե չէ, Սողոմոն Սողոմոնյանի փեսան։ Եվ մենք դրանով ապացուցելու ենք Նարեկ Կեսոյանի ձեռք բերված գույքերը, որ չգիտես ինչի միշտ մուլտիգրուպի մեջքի, թիկունքի, պատի, բայց սա հետո։ Այսօր մենք անդրադառնալու ենք ընդհանրապես այս երկու բալիկներին, որոնք ունեն հետաքրքիր, որոնք չունեն կենսագրություն, բացառապես չունեն կենսագրություն, բայց ունեն լիքը գույքեր։ Մենք այդ գույքերի մասին խոսելու ենք հիմա, որպեսզի մեր ժողովրդին ակնհայտ դառնա եւ քննչական մարմիններին էլ նախաքննության մարմին ակնհայտ դառնա, որ Մերի Կարապետյանը հանցավոր կազմակերպված խումբ է ստեղծել,
ՕՊԳ-ի ղեկավար ունենք իդեմս Մերի Կարապետյանի, որի ամուսինը եղել է փոխոստիկանապետ, երևի ինքը շատ լավ գիտի ՕՊԳ-ն ինչ է եւ կնոջը տվել է ինստրուկցիա, թե ոնց այդ ՕՊԳ-ն կազմեն։ Եվ այնքան իրանք հավատ չունեն որևէ մեկի նկատմամբ, նույնիսկ այդ գույքերը չեն փորձել այլ մարդկանց նույն խմբի մեջ է, նույն գարշոկի մեջ են իրանք էփել այդ իրանց բոլոր գույքերը։ Ինչևէ, Կոմիտաս Կարապետյանի եղբայրներին հետագայում կանդրադառնանք, որոնք եւս կապ ունեն այս ամբողջ սխեմայի հետ։ Հիմա անդրադառնանք Մերի Կարապետյանի օլիգարխ մեծահարուստ բալիկներին։ Երկու որդի ունի, որոնք չափահաս են այս դրությամբ, որտեղ անչափահասների հետ չենք ուզում անդրադառնանք, դա Էդուարդ Կոմիտասի Կարապետյանն է եւ Էրիկ Կոմիտասի Կարապետյանները։ Մենք հիմա հասկանանք, թե Զվունդերկինդ բալեքը ինչ գույքեր ունեն Հայաստանում եւ Կոմիտաս Կարապետյանը, ես այն անգամ ասեցի սպա, իհարկե մարդիկ տակ ուղեցին, որ նա ինչ սպա, բայց ինչևէ, փոխոստիկանապետ, նախագահի հանձնակատար եւ այլն գենետիկ, գենդերային տղամարդ լինելով, իր ամբողջ գողունն ու թալանը բարթել է իր տղաների եւ կնոջ վրա։ Ես նման բան չեմ տեսել։ Ընդհանրապես տղամարդիկ, եթե նույնիսկ կինն է ինչ որ հանցանք գործած լինում կամ զանցանք, վերցնում են իրանց վրա, բայց պագոնավոր ուսադիր կրող մարդը փուրը տա իր երկու տղային, որոնց վերաբերալ անհապաղ պետքա քրեական վարույթը նախաձեռնվի կամ բանդայի խմբում քննվի եւ պարտադիր պետքա միջոցներ ձեռք առնել, որպեսզի նրանք չկարողանան լքեն Հայաստանի Հանրապետությունը, ոնց որ այլոք լքեցին։ Հիմա անցնենք բալիկներին, ում որ Կոմիտասը որոշել է փուրը տա, մարդ իր երեխու համար, թռչունը որ թռչուն է, աչքերն է հանում աղավնին իր ձագերին ձեռք տվողի։ Դուք պատկերացնում եք սրանց բարոյական նորմերը, որ Կոմիտաս Կարապետյանը իր տղաներին էլ է հիմա փուրը տալիս։ Այսինքն սրանց մասին էլ բարոյականության արժեհամակարգի մասին խոսելու չկա։ Ով է Էդուարդ Կոմիտասի Կարապետյանը, մի բալիկ, որը ծնվել է 2000 թվականին, այսինքն հիմա նոր 26 տարեկան է դառնում։ Ինչ ունի բալիկը։ Երևան քաղաքում Բյուզանտ 87 շենքը, որը հիմա տեսնում եք հետևում, այսինքն Երևանի ամենաթանկ շենքերից մեկն է, 78 բնակարան, 87 շենք, 78 բնակարան, բնականաբար մեզ մոտ կա բոլոր տեղեկանքները, մենք ուղղակի չենք խոսում, գնել է բալիկը 2019 թվին, երբ որ այդ բալիկը եղել է 19 տարեկան։ Ինձ հետաքրքիր է, ինչ հնարքներ է բանացրել այս 19 տարեկան լակոտը, որ կարող է Բյուզանդի փողոցում այն ամենասկիզբը, որ բուլվարի սկսվում է, եթե դեմքով կանգնենք բուլվարին աջ կողմի վրա, 19 տարեկանում ձեռք բերի միլիոնանոց բնակարան, միլիոնը դրամով չի բնականաբար, կարող եք դոլարով կամ եվրոյով հաշվել։ Հիմա հարց եմ տալիս իրավապահ համակարգին, արդյոք սա Կոմիտաս Կարապետյանի գողացած փողերի լվացման դերակատարներից չի։ Նորից եմ ասում 19 տարեկան, այն ժամանակ, երբ որ ինքը պետքա ծառայեր բանակում 18 տարեկանից հետո, եթե հաճախամիզությամբ, անքնությամբ, վախի սինդրոմով, չգիտեմ, ականջի մինինգիտով չի տառապում, ինքը պետքա լիներ բանակում եւ ոչ թե գար Երևան եւ 19 թվականին գներ բնակարան Երևանի ամենաթանկ շենքերից մեկում։ Հարց եմ տալիս, պարոն Պողոսյան, դուք ունեք բնակարան, քննչական կոմիտեի նախագահին եմ հարցնում, արդյոք դուք ունեք բնակարան Բյուզանտ փողոցի վրա, այն էլ 19 տարեկանում։ Եվ քանի 19 տարեկան Արցախից բռնի տեղահանված երիտասարդ կա, 19 տարեկան, չեմ ասում է նույնիսկ 99 տարեկան մարդ, որ Բյուզանդի փողոցում կարող էր իրան թույլ տալ այդ տարիքում բնակարան գնել։ Պապայի փողերն ես լվանում, բալես։ Մեր տները այնքան կեղտոտ սպիտակ եղեն կա, կարած գաս հանգիստ լվանաս։ Եվ ինձ թվում է շուտով քրեակատարողական հիմնարկում հաշվի առնելով, որ դու լված կանել շատ ես սիրում, քո
Այսպես ասած սա կամերնիկ, քո հետ նույն կամերում նստածների շորերը կսկսես լվանալ։ Բայց դրանով չի սահմանափակվել 19 տարեկան պատանին, նաև գնել է թանկարժեք կայանատեղի Բյուզանդ փողոց 87 շենք թիվ 36 կայանատեղի 19 տարեկանում սենց զբարսկվը պլիչա։ Եկել է ու 19 թվին առել է, իսկ 19 թվից առաջ մաման ու պապան լիքը փող են գողացել Արցախի ներդրումային հիմնադրամից ու փորձել են իրանց լվացարար պրաչկա բալիկի միջոցով պրաչկա էդիկ լվանալ այդ փողերը։ Անցնենք այլ բանի, այս տղան այնքան 19 տարեկանում այդ հողակտորներն առել եւ 25 տարեկանում արդեն երբ որ դարել է 25 տարեկան Կոտայքի մարզում հողամաս առել մեծ եւ այդ հողամասը ամենայն հավանականությամբ նորակառույց շենքի համար է, որտեվ կեսը ինքն է առել, կեսն էլ իր ապերիկն է առել։ Ես չեմ անդրադառնում, այս մի փոքր ուշ կասենք, թե ինչ կազմակերպության մեջ են նաև սրանք այստեղ մխրճված այս փոքր վունդերկինդները 15 տարեկանում շենքեր առնող։ Չմոռանամ նաև ասեմ, որ այս վունդերկիnd բալիկը Էդուարդ Կարապետյանը Մոնթե Համալիրում, որը լվացել է Նարեկ Կեսոյանը, Կոմիտաս Կարապետյանի փողերը, ու եթե որևէ մեկ հանգարց ծկել թե ասի չէ, այս մյուս կողքից կսկսեմ ես ներկայացնելու ենք, թե ովքեր են այդ Մոնթե Համալիրը, անունն էլ դրել Մոնթե։ Անունը դուք կարայիք դնեք ձեր շատ հոգեհարազատ անուն կողքի պետությունից։ Այս նույն Էդուարդ Կարապետյանը Մոնթե Համալիրում, որը հիմա կտեսնեք կցուցադրվի ձեզ, գնել է նաև նախագծային բնակարաններ, 3-րդ մասնաշենք թիվ 57 բնակարանը, 4-րդ մասնաշենքի 48 համար 48 բնակարանը, 5/1 մասնաշենքի 23 բնակարանը եւ 5/1 մասնաշենքի 43 բնակարանը։ Հիմա ինձ մի հատ կարող եք ասել, այս ինչ ֆենոմեն է, այս ինչ ֆենոմենալ կնիկ ունի Կոմիտասը, այս ինչ ֆենոմենալ տղաներ ունի Կոմիտասը 19-ից 25 տարեկանում, որևէ տեղ չաշխատելով մարդիկ ձեռք են բերում, հələ մի հատ նայեք 1, 2, 3, 4 բնակարան Մոնթե Համալիրում, մնացածը Բյուզանդ եւ հողամաս։ Սա մեկ բալիկն է։ Հիմա անդրադառնանք Կոմիտաս Կարապետյանի մյուս վունդերկինդին։ Դուք հասկանում եք, թե ինչ ես չեմ կարող ասել, էլի, դուք ընդհանրապես կարող եք դաժե դառնալ սուրագատ մայրեր, հայրեր, որ այս ձեր վունդերկինդների սերունդը շարունակվի։ Այսինքն կանայք Կոմիտաս քեզնից երեխա ունենան, որտեվ հենց որ երեխան դառնում է 19 տարեկան, լիքը անշարժ գույք է ձեռք բերում։ Դու պատկերացնում ես։ Ես կարծում եմ, որ նման բան չկա աշխարհում։ Եվ նախաքննության մարմնի աչքից սա չպետք է վրիպի, որտեվ մենք հիմա մենք նախաքննության մարմնին ամենօրյա ռեժիմով օգնելու ենք։ Այնքան որ իրանք հոգնեն մեզանից ու ձեզ շատ շտապ կալանավորեն, դրանից դու կարող են էտապանել Ադրբեջան, ձեր սիրած տեղը, որովհետև որ հանգարց վայնասուն չլինի, որտեվ որևէ հայ, գենետիկ հայ, իրա ազգից այսքան չեր գողանա, որևէ գենետիկ հայ, երբ որ բենզալցակայան էր պայթում, երբ որ Արցախից 23 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանվում էին, սրա թուլեքը սեպտեմբերից մի ամիս հետո Էրիկ Կոմիտասի Կարապետյան սկսել աստեղ գույքեր առնել, դուք չեք ամաչում, այն հայը, որ այլ հայի արյան գնով գողանալով գույքա ձեռք բերում, ինքը իմ համար հայ չի եւ գտնում եմ, որ որևէ հարկատու պարտավոր չի այս բանդային մի հատ էլ իր հարկերով պահի մեր կալանավայրերում, սրանց ձեռից ամեն ինչ անհապաղ պետքա վերցնել, բռնագանձում տարածել եւ սրանց հայդա իրանց հայրենիք։ Թող դենան կակրած բակոյին վաղուց տեսած չեն լինի, իրար հետ կնստեն, իրար հետ կխոսան։ Մենք սրանց նույնիսկ ասում եմ, ափսոսա այն դատավորի մուրճը, որ պետքա խփի այս հայատյացների համար դատական ակտ կայացնելու։ Էրիկ Կոմիտասի Կարապետյան, մյուս բալիկը։
Այ, այս բալիկն էլ ծնվել է 2004 թվականին։ Այսինքն դուք հիշում եք, այն մեկը ծնվել էր, որտեղ է դրա թղթերը 2000 թվականին, սա էլ 2004, սա ավելի կատարել, սա պարապած վունդերկինդա։ Նա 2000 թվականին ծնվելով էր այդ գույքեր առի, սա 2004 թվականին, հիմա եկեք նայենք ինչ գույքեր է ձեռք բերել։ Երևան կենտրոն Արգիշտի փողոց, հեսա ցույց կտանք, դա Գլենդել կոչված թաղամասն է, 11/4 շենք, 165 բնակարան։ Այսինքն սա այս բնակարանը ձեռք է բերել 23 թվականի նոյեմբերի 14-ին, սեպտեմբերի վերջին մարդիկ բռնի տեղահանվեցին Արցախից։ Սեպտեմբերին բենզալցակայանը պայթեց եւ լիքը սրա տարիքի կամ սրա տարիքի չհասած մարդիկ մահացան այնտեղ, բայց իրանց համար դա բացարձակ կապ չունի։ Ինձ հիմա հետաքրքիր է Արցախից այդ ինչ փող էր բերել Կոմիտաս մյուս ծնածդ, շատ նուրբ եմ ասում, որ 23 թվականին, երբ որ ազգը ստրեսի մեջ էր, սգում էր այդքան բռնի տեղահանվածների, լակոտը գնում է Գլենդել հիզում, Պապու պորտը, կարող է նոր շենում չէին կտրել Մարտունի շրջանի, Վալերի, ինչ էր, Պապու անունը սկի չեմ էլ հիշում, Էձիկի պորտը, կներեք ուրիշի հետ խառնեցի, ենքան են գողերը, Էձիկի պորտը նոր շենում, գյուղամեջում չէին կտրել, այլ կտրել էին Գլենդել հիլզում ու թորապտի 23 թվականին, 23 տարեկան բալիկըդ, ծնածըդ, գար Երևանում Գլենդել հիլզում տուն առներ լուրջ, լկտիությունն ու ցինիզմն էլ սահման ունի, ես սպասում եմ այդ օրվան, ուղղակի ցավ եմ ապրում, որ երևի ստեղ չդատվեք, էլի գնաք ձեր երկիր, որտեվ դուք այդ երկրի լեզվին եք տիրապետում, որտեվ դուք հայատյաց եք, դուք ատել եք Արցախի ժողովրդին, դուք Արցախի հասարակ ժողովրդի համար նախատեսված գումարները, որ մարդիկ կարողանային քիչ թե շատ ապրեին, դուք գողացել եք, դուք գողցող եք, ջեբկիր եք, եւ հետո դուք քո կնոջը սովորացրել ես, թե ոնց բանդա ստեղծի, կազմակերպված հանցավոր խումբ, Բանդերշա մերի։ Հիմա նայեք Գլենդել հիլզից եւ Կոտայքի մարզում 25 թվականին արդեն 21 տարեկան հասակում, 21 տարեկան տղան նորից գնում է մի մեծ հողակտոր, շատ հետաքրքիր է, շատ, բայց սրանով չի սահմանափակվում այս Էրիկ Կարապետյանը Մոնթե համալիրում, այն Նարեկ Կեսոյանի լվացած Մոնթե համալիրում, պապայի մամայի փողերով համալիրում, իրանց բանդայի համալիրում, ձեռք է բերում նախագծային մի քանի բնակարան, 6-րդ մասնաշենքում 2 բնակարան, թիվ 3 եւ 45 բնակարան, սա էլ եմ ասում 21 տարի, ձեռք է բերում Արագի մեջ, ասկե 2004 թվի ծնվածը, այդ ինչ արել, Նյուտոնն ես, Արխիմեդն ես, Կապիցան ես, ով ես դու, ինչ գյուտ ես արել, այդ ինչ օրենք ես հայտնաբերել, թե Հայաստանն եք ծախել ձեր հարևան երկրին, այս սրիկաներ։ Ձեռք է բերում 6-րդ մասնաշենքում Էրիկ Կարապետյանը, մենք այս Մոնթե համալիրի նկարը տեղադրում ենք, կտեսնեք իրանց ձեռք բերած բնակարանները։ 3-րդ թիվ 3 եւ 45 բնակարանը, 5-րդ դրոպ 1 մասնաշենքում թիվ 19 բնակարանը, 5-դրոպ 2 մասնաշենքում 66 եւ 68 բնակարաններ, պլյուս, դե գիտեք, մերին տառապում է Պարկովշիկի սինդրոմով, մի 30 հատ Պարկովկա էլ մաման ունի, տենց իրանք կազմելու են Պարկովշիկների հկը Բերթերում։ Նախագծային ավտոկայանատեղիներ, 5-1 մասնաշենք թիվ 18 կայանատեղին եւ 5-2 մասնաշենքից 1, 9, 10, 67, բավար ասում եմ սրանք գենետիկ Պարկովշիկ են։ Հիմա հարց է ծագում, բալիկներ ջան, դուք բանակ գնացել եք, դուք մեր երկիրը պաշտպանել եք, թե այս երկրի 5000 հոգի զոհվածների արյան գնով
եկել եք ստեղ սկսել եք տներ առնել, որտեվ այդ գումարները պետքա ծախսվեր բանակին։ Բլոկադայի ժամանակ էլ ենք լավ հիշում ինչ էր տեղի ունենում Արցախում, ուր եք դուք բլոկադայի ժամանակ բնակարաններ եք առնում։ Լավ։ Հիմա այդ գալիսը եկել է հատուցման պահը։ Ով ոնց ես հաջորդաբար ասենց քայլ առ քայլ գնալու եմ առաջ։ Դուք բոլորդ մտնելու եք բերթեր, բայց կարծում եմ դա պիտի խափանման միջոցի ժամանակ նրանից հետո ձեզ պիտի էտապ անել այս երկրից։ Դուք մեր ազգից չեք։ Մենք ինչ գործ ունենք այլ ազգի դատելու ստեղ։ Մեր դատական համակարգը այլ ազգ է, գնացեք ձեր երկրում։ Գնացեք ձեր երկրում, ձեզ այնտեղ շատ են սիրում։ Ես մենակ մի բանի համար եմ ուրախ, որ ի վերջո որևէ թշնամի դավաճանի չի սիրում, չնայած որ դավաճանը իրան ծառայություններ է մատուցում, Կոմիտաս Կարապետյան, օրեր ունենք քո արածների մասին խոսալու հեկերով, մեկերով եւ ամեն ինչով։ Եվ նախաքննական մարմին այսօր ես ձեզ զգուշացնում եմ, որ սրանք պատրաստվում են փախնել, եթե փախան, հետո չասեք, հա դե լավ բանին, ուր պետք է փախնեն, ուր որ մնացածը փախան։ Միջոցներ ձեռք առեք։ Այդ ոնց է գնում եք չգիտեմ ինչ որ փոքր երեխա ունեցող մարդ եք ձերբակալում, սրանց ինչ չեք ձերբակալում, սրանք վտանգ են մեր երկրի համար։ Անհապաղ այս լակոտներին Էդիկ, Էրիկ ձերբակալեք, կակրաս իրանց տունդրա, Toyota տունդրայով 5.7 մատորով, որը պատկանում է Էրիկ Կոմիտասի Կարապետյան 2004 թվի, դու դուսկի միլիտր բենզինի փող ես աշխատել, որ դու 5.7 մատորով այդ ծավալով ավտո քշես, դու դրա բենզինը որտեղից ես բերելու։ Որտեղից էլի հարց է ծագում, ժորդ լավ, այսքան կարելի է մեզ ապուշի տեղ դնել։ Էրիկ Կարապետյան ունի Toyota Tundra 5.7 մատորը, ունի 24 թվականին, տենում եք ինչ, 20 տարեկան հասակում առել է Mercedes-Benz S-Class, S60 AMG Formatic, մեքենայից հասկացողների համար, ես չեմ պատկերացնում, դու դաժե որ տեց կանգներ կրուգլասուտեչնի, տղա ջան 14 տարեկանից, դեռահասի տրաֆիկին լիներ, դու որտեղից ես այս գումարները աշխատել, որ դու կարողանում ես Mercedes-Benz S-Class առնես, AMG Formatic, ես ում ես դու էշի տեղ դրել, թե դուք տենց պուտյովի տղաներ եք, են մնացածը ձեր համար զոհվելու մատիրալ էին, դուք այդ զոհված տղաների ճկութի եղունգը չարժեք, ճկութի եղունգի են կտրած, եթե կեղտ էլ չեր կարալներ մեր զոհերի վրա, դուք հասկանում եք, դուք ով եք, դուք ընդհանրապես ոչ մեկն եք, դուք իրանց գերեզմանի ավազի կռոշկան եք, ուրեմն այդ տղաները գնան 18-19 տարեկան մահանան, որ քուպես բիզդելնիկը հոր գողացածով ասեմ, որ դուք լավ հասկանաք, վեր կանա գա Հայաստանում, սենց S-կլասեր առնի, հա, S-կլասով էտապ ձեր երկիր։ 2022 թվականին, երբ որ վերջինս եղել է 18 տարեկան, 18, առել է Mercedes-Benz GLE AMG Formatic, 18 տարեկան, ես կարծում եմ, շատ բան չկա էլ ասելու, այսինքն, չհասկացա, այս մեր երեխեքը ստեղից, գնան ձեր համար ընդ զոհվեն, որ դու գաս տենց S-կլասներով, ֆորմատիկներով, 5.7 տունդրայով ու տենց պարկով կեքով մամայիդ հետ ֆրֆրաս, հա? Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե եւ դատախազություն։ Այս ամբողջ տվյալները բնականաբար ձեզ ներկայացվեցա եւ հապաղել չի կարելի։ Այս մարդկանց անհապաղ պետքա մեկուսացնել, որովհետեւ սրանք փորձելու են իրենց գործընկերների պես փախնել Ռուսաստան կամ ինչ որ միտեղ, սկի դուք Բյուզանդի փողոցից չեք սրանց բերման ենթարկում։ Հետո հանկարծ չասեք, ոչինչ, թող իրան գնան, մենք Ռուսաստանից, Ալյասկայից, չգիտեմ, Պինգվինաշենից կբերենք։ Չէ, անհապաղ նախ պետք է այդ հարուցված նախաձեռնված վարույթներում ավելացվի կազմակերպված հանցավոր կազմակերպության կողմից կետը, որը
երրորդ կետի առաջին, երրորդ մասի առաջին կետն է, որը բացառապես այլ պատիժ է լինելու մերի բանդերշայի համար եւ անհապաղ մեկուսացնել այս լակոտներին, որովհետեւ փողերի լվացումը պոզով ու պոչով չի լինելու։ Հաջորդ եթերին անդրադառնալու ենք այս լակոտների եւ իրանց հոպարի եւ մամայի, բանդերշա մամայի կազմակերպություններին Հայաստանում։ Բացի դրանից արդեն սկսելու ենք մաս-մաս անդրադառնալ այս մյուս կողմը գտնվող մարդկանց կապերը վերհանել կազմակերպված հանցավոր խմբի ղեկավար Մերի Կարապետյանի հետ եւ անհապաղ այս ամբողջ բանդան պետքա կալանավորվի։ Սա հանրության պահանջն է։ Արցախցիներ, այս ինչ որ ես ասեցի, սա ձերն է։ Ես գիտեմ, որ դուք համեստ եք, չեք գնա բյուզանդի տանը ապրեք, անհապաղ սրանք պետքա այդ գումարները վերադարձնեն ձեզ, որովհետև այդ գումարները նախատեսված եղել ձեր համար։ Եթե դուք այսօր պահանջատեր չեք, մենք Երևան քաղաքում ունենք բավականին վթարային շենքեր, միշտ այդ Արզումանյանն են բերում, որտեղ դրան ներկա եմ եղել, եւ մարդիկ ապրում են այդ վթարային շենքերում։ Անհապաղ այդ գումարները պետքա տրամադրվի, այդ ոնց եղավ Կոմիտաս քու լակոտը 18-19 տարեկանում գալի տները առնում, 30 տարի, 20 տարի մարդիկ վթարային տներում են ապրում։ Բա հանցագործել ոնց է լինում։ Դուք հանցագործել չեք։ Գիտեք, հանցագործը կարող է ինչ-որ միտեղ պատիվ արժանապատվություն ունենա, չգիտեմ, գոնե այսքան։ Դուք հանցագործների տականք եք։ Ձեր համար երևի այս օրենսգիրքն էլ է քիչ։ Դուք բոլորդ պետքա պատասխան տաք եւ անհապաղ։ Տիկին Վարդապետյան եւ պարոն Պողոսյան, ձեզ եմ դիմում, որպեսզի անհապաղ նախաձեռնված քրեական վարույթը լրացվի եւ պետք չի ասել, որ հիմա այսպես նախաձեռնվել է, հետո քննություն կկատարվի, քննության ընթացքում կլրացվի։ Մինչեւ դուք քննության ընթացքում լրացնեք, այս խումբը փախնելու է երկրից։ Նախաքննություն անելու եւ հետո լրացնելու բան չկա, ես ձեզ ակնհայտորեն տրամադրել եմ այս փաստաթղթերը եւ ցույց եմ տվել եւ բնականաբար այս տեսաձայնագրությունը գնալու է գլխավոր դատախազություն որպես իգիտություն եւ որպես լրացում Մերի Կարապետյան հանցախմբի ղեկավարի Բանդերշայի բանդայի անդամների վերաբերյալ։ Մենք ժամանակ չունենք սպասելու, բացարձակ։ Ընտրությունները կլինի, չի լինի, ով կընտրվի, ընդհանրապես չի հետաքրքրում։ Դուք դատվելու եք, իմ խոսքերը հիշեք, Մերի դու ու քո բալեքը, դրա հետ միասին քո այս խմբի անդամները դատվելու եք, թե Կոմիտասն ինչ կանի, էդ էլ որպես տղամարդ թող ինքը որոշի։ Նորից եմ կրկնում, հապաղել չի կարելի, այս մարդիկ անհապաղ պետքա հայտնվեն քրեակատարողական հիմնարկներում եւ ի տարբերություն, ես միշտ դեմ եմ խափանման միջոց կալանք կիրառելուն, բայց ի տարբերություն այլ անձանց հաշվի առնելով վերջիններիս կապը իրավապահ համակարգի հետ, ես անցյալ եթերում էլ դատախազ ասեցի, հերու չէ այդ օրը, որ ես միշտ եմ անունները տալիս, ուղղակի չեմ ուզում հիմա սենց առաջ անցնեմ եւ հստակ մարդու կապերը հաշվի առնելով այս մարդիկ կարող են ազդեցություն ունենալ նախաքննական մարմնի վրա, այսինքն սրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը դա անհապաղության խնդիր է եւ դա պետք է անել անհապաղ, հանգարց չդնեք այս գործը, ձեր տակը նստեք, ինձ էլ ասեք, տեսնեք վարույթ նախաձեռնվեց, չէ, էլ դա ուտող չկա, լավ մնացեք, մինչև հաջորդ հաղորդումը։